Ինչն է ձեզ հիմա ամենաշատ ուրախացնում։ Անկեղծ ասում եմ, իմ ամեն բառը հիմա ինչ ասում եմ, հենց տենց է։ Որ ես արթնանում եմ, տենում եմ, որ ես տեղում եմ, ամեն ինչ լավ է մոտս։ Կարում եմ շարժվեմ, մարմինս տեղում է, միտքս տեղում է, իմ համար դա երջանկություն է միանգամից։ Պետք չի, որ անպայման ինչ որ վատ բան իմ հետ լինի, նոր սկսեմ գնահատեմ, էլի կյանքը։ Ես արդեն գնահատում եմ ամեն իմ վարքյանը ու մենակ առողջ լինելը ինձ երջանկացնում է։ Անկեղծ եմ ասում, մենակ առավոտը աչքերս բացում եմ, ես որտեղ եմ, ես առողջ եմ, տեղում եմ, ես կամ Աստծուն շնորհակալություն եմ ասում ու կյանքի իրավունով գնում եմ։ Բայց դա էլ չէ ինդիվիդուալ, մարդկա ավտո չունի, արդեն դժբախտ է, ասում է, ես всё, տներս քանդվա։ Դա կյանքի մոտեցումը պետք է ուրիշ ձև լինի մարդու։ Երջանիկ լինելու համար շատ քիչ բան է մարդուն պետք իմ կարծիքով։ Շատ են բարդացնում կյանքը, էլի։ Կարեստական այդ մոդայի հետևից ընկած սայթերով ինչ որ բան տենան ուզեն, մոռանում են, որ դա սայթերն է, այդ իրական չի։ Այն մարդիկ, ովքեր շատ երջանիկ, ապահովված կյանք են ցույց տալիս, հաճախ իրականությունը շատ հեռու է այդ կյանքից։ Փողը երջանկություն չի բերում, դա էլ հաստատ կարամ ասեմ։ Թող լսեն նրանք, ովքեր հələ չունեն։ Եղել է, որ կարող է լինել մի օրում այնքան փող ծախսեի, որ մարդիկ 2 տարում այդքանը հազիվ կարողանան հավաքեն։ Բայց դա երջանկություն չի բերում, ես հասկացա, որ չէ։ Իդեպ այդ մասին կարող են դատել նրանք, ովքեր եւ եղել է, որ ունեցել են, եւ եղել է, որ չեն ունեցել։ Մենակ ունենալուց հետո կարաս հասկանաս, որ դա չի բերում երջանկություն։ Դեմի 3 օրը կարող է մի քիչ ուրախ լինես, բայց այդ 3 օրից հետո խելամիտ մարդու մասին է խոսքը։ Հիմա ես չեմ խոսում մի քիչ ցածր ինտելեկտով մարդու մասին։ Դու չես կարող դրանով երջանկանաս։ Փողը միջոց է, հա, քո ուզածներն կարաս անես, էլի հաճելի է այտենց ապրելը, հա, բայց երջանկության զգացումը լրիվ ուրիշ բան է, էլի։ Որ կյանքը գնահատում ես, գալիս ես դու դրան։